Բարև ձեզ, ես թիվ 2 բուժմիավորման օրթոպեդ վնասվածքաբան Սիմոնյան Էդգարն եմ։ Այսօր կխոսենք սեզոնային վնասվածքներից, հաշվի առնելով առաջիկա ամիսների եղանակային փոփոխությունները, ասենց ասած։ Սեզոնային վնասվածքները առավել հաճախ հանդիպում են տարեց հիվանդների մոտ, հաշվի առնելով իրանց ոսկերի ամրության արդեն նվազումը, իրանց շարժունակության սահմանափակումներ եւ այլն, քայլելու հետ կապված խնդիրների սկզբանը։ Առավել հաճախ ստորին վերջույթներից տարեց հիվանդների մոտ ունենում ենք ազդրոսկրի պրոքսիմալ հատվածի կոդրվածքներ, վերին վերջույթներից բազգոսկրի, ճաճանչոսկրի տիպիկ տեղի կոդրվածքներն են առավել հաճախ հանդիպում։ Ունենք բուժման երկու տարբերակներ՝ կոնսերվատիվ եւ վիրահատական ճանապարհով։ Բուժման տակտիկան ընդրվում է հենց այդ պահին հաշվի առնելով կոդրվածքի բնույթը, հիվանդի ընդհանուր օրգանիզմի վիճակը, ուղեկցող հիվանդություններ եւ այլն։ Երեխաների մոտ սեզոնային վնասվածքները որպես այդպիսին առավել հաճախ հանդիպում են ամառային սեզոնին, ասենց ասած, որ իրանք ավելի ակտիվ են բակային խաղերով եւ երեխաների բուժման մեթոդները կարելի ասել էականորեն տարբերվում են տարիքով հիվանդների բուժման մեթոդիկայից։ Եթե վնասվածքի պահին հիվանդները չեն դիմում բժշկի, հիմնականում լինում է, որ ուշացած են դիմում բժշկի։ Այսինքն մենք ունենում ենք կոդրվածքներ կամ մասիվ սալջարդներ, որոնք ունենում են մի քանի օրվա վաղեմություն։ Ու ըստ այդմ էլի մեր բուժման տակտիկան նույն ձևով ընթանում, եթե կոդրվածքը հայտնաբերվում է, միանգամից պետք է սկսենք մեր բուժական տակտիկան։ Ժողովրդի մեջ տարածված sense ճագերտավոր կանոն կա, որ տակը միշտ լավ է, բայց տրավմաների ժամանակ հակառակն է, տակը շատ ժամանակ ավելի վատ է։ Ցանկացած տրավմայի ժամանակ պետք է ուղղակի, եթե տեսնում ենք ախտաբանական շարժունակություն, հա, ժողովրդի լեզվով ասած, որ տվյալ հատվածում պետք է ոսկորը չշարժվեր, բայց մենք արդեն շարժ ենք տեսնում եւ կոդրվածքի կասկած թեկուզ ունենք, բայց նման երևույթներ չենք տեսնում, միանգամից պետք է անշարժացվի։ Սաղցե պարկերը խրախուսելի է նման պարագաներում ու դիմել մոտակա բուժկենտրոն կամ շտապ օգնություն կանչել։ Ունենում ենք կոդրվածքներ, որոնք իրանց տեղակայումով եւ տեղաշարժի աստիճանով հնարավորություն է մեզ տալիս բուժել կոնսերվատիվ եղանակով ու ունենալ բավարար արդյունք, որ հետագայում վերջույթի ֆունկցիան չտուժի։ Եղեք առավել զգույշ, առողջ եղեք եւ ցանկացած վնասվածքի դեպքում դիմեք բժշկի, աշխատեք հեռու մնալ ավանդական բուժական մեթոդներից։